մասնակցում, արդյոք դա վերաբերվող է, ձեր դիրքորոշումը այս ամենի հետ կապված Փաշինյանի հետ կապված մասնակցած պատարակների չեք մասնակցում եւ ամեն դեպքում նաեւ այն հանգամանքին անդրադառնանք, որ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները փակել կողպեկել էին 7 եկեղեցու դուռը ցույց էին տալիս, հետո հոգեվորականներին են մոտեցել, ավելի վաղ նրանց ասել, որ իրենք պատարակի ժամանակ կաթողիկոսի անունը զերծ չեն։ Երեք տեսանք, որ քաղաքացիներին ուժ կիրառելով դուրս էին հանում եկեղեցուց միայն նրա համար, որ կաթողիկոսի անունն են հնչեցրել պատարակի ժամանակ։ Դուք այստեղ խնդիր չեք տեսնում, մարդու իրավունքների շահում չեք տեսնում։ Նախ նշեմ, որ ես ինքս առաքելական եկեղեցու հետևորդ եմ եւ պատարակների մասնակցում եմ պարբերաբար եւ ոչ միայն այժմ, այլ դա եղել է այդպես, թե իմ մանկության տարիներին, թե հետագայում, այդ թվում այժմ։ Ինչ վերաբերում է Ես կարծում եմ, որ մարդու իրավունքների պաշտպանի առաքելությունը շատ ակնհայտ պետք է լինի յուրաքանչյուր անձի համար նախ։ Նաև նկատել եք, որ ես ինքս երբեք իմ կրոնական համոզմունքները շատ այսպես ակնհայտ ցույց չեմ տալիս ինչու, որովհետև ցանկացած կրոնական կազմակերպության ներկայացուցիչ, ոչ միայն այն կրոնական կազմակերպության հետևորդները եւ ներկայացուցիչները, որ կազմակերպության հետևորդ եմ ես, մասնավորապես առաքելական եկեղեցու, այլ ցանկացած կրոնական կազմակերպության ներկայացուցիչ պետք է իմանա, որ կարող է պաշտպանություն ստանալ մեր հաստատության կողմից եւ երբեք չի ունենա կողմնակալ մոտեցում, հա, թե իմ թե հաստատության կողմից։ Ես կարծում եմ, որ այդ առումով մենք կարողանում ենք աշխատել բոլոր կրոնական կազմակերպությունների հետ, նաև էթնիկ փոքրամասնությունների հետ, որոնք եւս ունեն այլ կրոնական համոզմունքներ, նաև աթեիստների հետ, այդ թվում իրենց իրավունքները պաշտպանելիս, հետեւաբար ի ցույց երբևէ չեմ դնում կրոնական կազմակերպությունների առումով ունեմ իմ վստահությունը եւ այդ առումով նաև հրապարակային եմ խոսել, կրոնական կազմակերպությունները պետք է ինքնաբար լինեն եւ ինքնաբարությունը պետք է երաշխավորված լինի, կրոնական կազմակերպությունները նաև չեն կարող քաղաքական գործընթացներին ուղղակիորեն մասնակցել, ինչ վերաբերում է Գյումրիում տեղի ունեցած դեպքերին, հիմա պարզապես հատուկ շեշտադրեմ, որ մենք պաշտոնական պարզաբանում ենք պահանջելու, որից հետո միայն ես ինքս կկարողանամ ձեր հարցերին պատասխանել։ Մեկը գոռում է քաղաքացիներից, ասում է կաթողիկոսը Գարեգին Երջորդն է, նրան արագ եկեղեցու տարածքից հանում են։ Մյուսը գոռում է կտրիչը կաթողիկոս չէ, նրան մատով չեն գտնում։ Սա արդյոք արդեն իսկ խտրական չէ եւ սրան պիտի արձագանքը ուր է։ Ես կարծում եմ, որ հասարակական կարգը իհարկե մշտապես պետք է պահպանված լինի, բայց նաև մենք չենք կարող ունենալ երկակի չափանիշներ տարբեր անձանց կազմակերպությունների դերակատարների նկատմամբ։ Ես հիմա դեպքերը չեմ ուզում միայն այդ դեպքերի վրա կենտրոնանալ, որովհետև եթե մի իրավիճակի գնահատման արդյունքում նորից եմ կրկնում, իրավիճակների գնահատումը իրականում մի քանի հարց է ենթադրում, բայց եթե նույնանման իրավիճակում մեկի նկատմամբ այլ գործիք է կիրառվում, մյուսի նկատմամբ մեկ այլ գործիք, բնականաբար կարող է խոսք գնալ երկակի ստանդարտների մասին եւ մենք պետք է դրանից միանշանակ խուսափենք։ ՊՏՑ-ի հետ կխոսեք, ոստիկանության։ Ես չեմ խոսելու, ես պաշտոնական գրագրություն եմ վարելու, որպեսզի ունենամ պաշտոնական պարզաբանումներ հարցերի հետ կապված եւ բնականաբար դրանից հետո հնարավորություն կունենանք շատ ավելի մանրամասն հարցի առնցքով խոսելու։ Փաշինյանը խոստովանում է, որ աշխատում են քահանաների հետ ուժային կոմիսիայի։ Սա ինչպես է գնահատվում։ Ավանդույթում մարդիկ է սովորական եւ ԱԱՑ-ն զբաղվում է հրահարի անհասարակից, սա մարդու իրավունքների եւ թեկուզ անգամ խնդրանքի անվան տակ արդեն այդ ԱԱՑ-ը եւ վաղ բան իրաժեք կատիկին բան։ Սկսեմ նրանից, որ միանշանակ Հայաստանի Հանրապետությունում թե անվտանգության ծառայությունների, թե իրավապահ մարմինների աշխատանքի հետ կապված այդ թվում անհրաժեշտ է աշխատանքի մեթոդաբանություն, այո, փոփոխել, մշտապես խոսել եմ դրա մասին։ Ես տեղեկացված չեմ, հա, այդ կոնկրետ դեպքերին բացառապես հայտարարությունների մակարդակով կարող եմ կոնկրետ դեպքերի վերաբերյալ խոսել, բայց դարձյալ, եթե որևէ կոնկրետ իրավիճակում մարդու իրավունք է սահմանափակվում, որը չունի որևէ օբյեկտիվ հիմք եւ հիմնավորում, կարելի է խնդիրների վերաբերյալ խոսել իհարկե, բայց քանի որ նաեւ հարցադրումները բարձրացրեցիք, մենք նաեւ նախորդ շաբաթվանից սկսել էինք ընդհանուր վերլուծություն իրականացնել, հիմա էլ դարձյալ այդ տեղեկատվությունները ստանալու արդյունքում հնարավորություն կունենանք խոսել այս բոլոր հարցերի առնչությամբ։ Ես եմ շնորհակալ, ստեսություն։